Բարև ունկնդիր, եթերում է ինչ են պատմում հոգեթերապևտները հաղորդումը։ Հաղորդաշարը նվիրված է հոգեբանների, հոգեթերապևտների և հոգեբույժների կենսագրությանը։ Այսօր խոսելու ենք Կարլ Ռոջերսի մասին։ Նա հայտնի է որպես այցելուակենտրոն թերապիայի հիմնադիր։ Ռոջերսը թույլ էր տալիս հենց այցելուին որոշել բուժման ընթացքը։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում նա հումանիստական հոգեբանության նվիրյալ էր։ Գիտակցելով, որ հոգեվերլուծության կամ բիհևիորալ թերապիայի մեթոդները սահմանափակում են այցելուների անձնային աճը, նա համարձակվեց փոխել հոգեթերապիայի աշխարհը։ Ռոջերսը համարում էր, որ շատ կարևոր է, որ այցելուն հասկանա ինքն իրեն և խնդրի լուծման համար ինքնուրույն որոշումներ կայացնի։ Այցելուն ինքը գիտի, թե ինչն է ցավ պատճառում, որ խնդիրներն են բեկումնային, ինչն է թաղված և արտամղված, ու գիտի, թե ինչ ուղղությամբ է պետք շարժվել։ Ես վատատես եմ, երբ նայում եմ աշխարհին, բայց երբ նայում եմ մարդկանց, ես լավատես եմ, ասում էր նա։ Ինչպես է Ռոջերսը սկսել։ Ծնվել է 1902 թվականին Իլինոյսում։ 6 երեխաներից 4-րդն էր։ Հայրը ինժեներ էր և ագարակատեր, իսկ մայրը խիստ կրոնական համոզմունքների և հավատքի տեր մարդ։ Երեխաները, որոնցից 5 տղաներ էին, մեծանում էին մի տանը, որտեղ ալկոհոլը, ծխելը, պարերն ու թղթախաղը մեղք էին համարվում։ Մայրը համարում էր, որ Աստծո ընտրյալ զավակները չպետք է խառնվեն մյուս մեղսավորների հետ, ուստի Կարլը, նրա եղբայրներն ու քույրը հեռու էին մնում այլ երեխաներից ու մեծանում ընտանեկան բարեպաշտության մեջ։ Չնայած այս բարեպաշտությանը նրանք երջանիկ ընտանիքի տպավորություն չէին թողնում։ Հաճախ Կարլը ստիպված էր տանել ավագ եղբայրների և քրոջ ծաղրանքները, մոր և հոր նախատինքը։ Այս տարիներին Ռոջերսի ամենասիրելի զբաղմունքը կարդալն էր։ Մայրը գերադասում էր, որ որդու ընթերցանությունը սահմանափակվեր միայն սուրբ գրքով, բայց Ռոջերսը կարդում էր ձեռքի տակ ընկած ամեն ինչ, հոր ինժեներական գրքերից մինչև հանրագիտարաններ։ Նա թաքուն էր կարդում, որպեսզի մայրը չզայրանա, ու մշտապես մեղքի զգացում էր ունենում իր նախընտրած գրքերը կարդալիս։ Ռոջերսը պատմում է, որ այս մեղքի զգացումը հաճախ ակտիվանում էր նաև հասուն տարիքում։ Դպրոցում նա սովորում էր գերազանց։ Քոլեջային տարիներին գյուղատնտեսություն էր սովորում և մտածում քահանայության մասին։ Սակայն բեկումնային մի քանի իրադարձություն փոխեցին Ռոջերսի կյանքը։ Այս ընթացքում նա սկսում է կյանքում առաջին անգամ հանդիպել մի աղջկա հետ, ում ճանաչում էր մանկության տարիներից։ Աղջկա անունն էր Հելեն Էլիոտ։ Հենց նրա հետ Ռոջերսն ամուսնանում է համալսարանն ավարտելուց հետո։ Նա պատմում է, որ իր կինը առաջինն էր, ում ինքը համարձակվեց հանդիպման հրավիրել, այն էլ երևի որովհետև իրենք վաղուց էին ծանոթ։ Նա այնքան ամաչկոտ էր, որ ուրիշների հետ ծանոթանալ չէր համարձակվում։ Ռոջերսի կյանքում մյուս կարևոր իրադարձությունը Չինաստան մեկնելն էր։ Այստեղ նա մնում է 6 ամիս և վերջնականապես հասկանում, որ կրոնական դոկտրինաները և եկեղեցական ծառայությունը իր համար չեն։ Վերադառնալով Ռոջերսն ընդունում է Կոլումբիայի մանկավարժական համալսարան։ Ռոջերսի կյանքում մյուս կարևոր իրադարձությունը Չինաստան մեկնելն էր։ Այստեղ նա մնում է 6 ամիս և վերջնականապես հասկանում, որ կրոնական դոկտրինաները և եկեղեցական ծառայությունը իր համար չեն։ Վերադառնալով նա ընդունվում է Կոլումբիայի մանկավարժական համալսարան։ Ավարտելուց հետո սկսում է աշխատել որպես հոգեբան։ Ռոջերսի գոլեգաներից շատերը հոգեվերլուծական կամ բիհևիորալ մոտեցումների կողմնակիցն էին, իսկ Ռոջերսին այս մոտեցումների արդյունքները չէին բավարարում, ուստի գոլեգաների հետ բախումներն անխուսափելի էին։ Այս ընթացքում էլ հենց Ռոջերսը սկսում է մշակել իր այցելուակենտրոն թերապիայի հիմնական դրույթները և գաղափարները։ Նա համարում էր, որ արդյունավետ խորհրդատվության համար անհրաժեշտ է, որ թերապևտը լինի ոչ թե ինքնավահավան ու անհասանելի, այլ էմպաթիկ և հասկացող։ Որպես արդյունք այցելուն սկսում է ինքն իր հանդեպ դրական տրամադրվել և ընդունել իրեն։ Վերանում են պաշտպանությունները։ Այցելուն ավելի բաց է դառնում և զգում է, որ ինքն ազատ է աճելու ու փոփոխվելու ցանկացած ուղղությամբ։ Ռոջերսը առաջինն էր, ով պացիենտ կամ հիվանդ տերմինները փոխարինեց այցելու տերմինով և սկսեց կիրառել խմբային հոգեթերապիա։ 40 տարեկանում Ռոջերսն արդեն դասավանդում էր 3 համալսարաններում, հրատարակում էր աշխատություններ և հասցրել էր արժանանալ բազմաթիվ մրցանակների։ Այս տարիներին անհատական խորհրդատվության ոլորտում ձեռք բերած փորձը մեծ ազդեցություն ունեցավ նաև նրա տեսական հայացքների վրա։ Ռոջերսը նշում է. «Եթե վաղ մասնագիտական տարիներին ես հարցնում էի,
թե ինչպես ես կարող եմ բուժել կամ փոխել այս մարդուն, հիմա ես վերաձևակերպում եմ այս հարցադրումը։ Ինչպես ես կարող եմ ստեղծել մի այնպիսի հարաբերություն, որն այս մարդը կարողանա օգտագործել սեփական անձնային աճի համար։ 50-ականների առաջին տարիները ծանր էին Ռոջերսի համար։ Աշխատանքից հյուծված նա գտնվում էր նյարդային պոռթկման եզրին։ Ռոջերսը 3 ամսով արձակուրդ է վերցնում ու սկսում անցնել սեփական թերապիան իր նախկին ուսանողներից մեկի մոտ։ Այս առիթով նա հետագայում նշում է. «Ես շնորհակալ էի, որ այն ժամանակ, երբ ինձ էր օգնություն հարկավոր, ես հասցրել էի թերապևտներ պատրաստել, որոնք այլևս ինձնից կախված չէին և կարող էին նույնիսկ օգնել ինձ»։ 55 տարեկանում Ռոջերսը վերադառնում է Վիսկոնսինի համալսարան։ Նա սկսում է փորձեր կատարել։ Հոգեթերապիան օգտագործել որպես շիզոֆրենիայի բուժման միջոց։ Չնայած Ռոջերսի մեթոդների հետ գոլեգաներից շատերը չէին համաձայնվում, պարզվեց, որ այն հիվանդների մոտ, որոնց հետ Ռոջերսն էր աշխատում, առաջխաղացումն ավելի նկատելի էր, քան այն պացիենտների մոտ, ում բուժում էին ընդունված միջոցներով։ Չնայած պատկառելի տարիքին, Ռոջերսի մեջ միշտ էլ կենդանի էր երեխան։ Մեջբերում եմ. մանուկ տարիքում ես հաճախ հիվանդ էի, ու հայրս մի անգամ ասաց, որ ես երևի երիտասարդ կմահանամ։ Իրականում նա սխալվում էր, որովհետև ես արդեն 75 տարեկան եմ։ Բայց ինչ որ առումով նա ճիշտ է։ Ես երիտասարդ եմ զգում ինձ, և հուսով եմ, որ երբեք ծերուկի չեմ վերածվի։ Ես իսկապես երիտասարդ կմահանամ։ Ռոջերսը մահանում է 85 տարեկան հասակում կոտրվածքի վիրահատության ընթացքում սրտի նոպայից։ Մի կայքում հանդիպեցի հետևյալ ձևակերպումը. Ռոջերսը իր ամբողջ կյանքը նվիրել է ինքն իրեն և որպեսզի ոչ ոք չկռահի, ասում էր, որ մշակում է այցելուակենտրոն թերապիա, իսկ որ այդ թերապիայի կենտրոնում հենց ինքն էր, նա ոչ ոքի չէր ասում։ Յուրաքանչյուր տեսության աղբյուրը հեղինակի ճակատագիրն է։ Այս անգամ այսքանը։ Տեսե Տեր Լիլիթը։ Մինչ հանդիպում։